Ոնց է վերաբերում Ուկրաինայում պատերազմին համաձայն է։ Գիտեք ինչ, ավետարանը մի լավ խոսք ասում։ Մարդ ինչ ցանում է, նա էլ հնձում է։ Ինչ ցանում եք մեր հողակտորի մեջ, էլ ստանում եք, էլ հնձում եք։ 70 տարի քարոզեցին ընդդեմ Աստծո, ընդդեմ ավետարանի, ընդդեմ քրիստոնեության։ Կանեցի ջարդեցի փշրեցին եկեղեցիները, ու հիմա ինչ է, ինչ պիտի քաղեն դերից։ Օշնություն։ Ես շատ եմ սիրում Ուկրաինան, շատ եմ սիրում ուկրաինացիներին։ Իացած է նրանց անկեղծությամբ։ Նրանք ուղղակի զուլալ թափանցիկ անկեղծ ժողովուրդ են ուկրաինացիները։ Գիտեք ինչ ցանել են, նա հնձում է։ Այսպես եթե Պուտինը չներ, ինչ որ մի, չգիտեմ, ով լիներ, ինչ ցանկացած մեկը, դա նույն կերպ իրացվելու էր, լինելու էր։ Ուկրաինան ինչ ցանել է, նա հնձում է։ 70 տարի լիզեցին իրար ռուսն ուկրաինացին, հասկանում եք Ռուսաստան Ուկրաինան, Լենինական, Լենինյան, հա, այդ խոսքով կոմունիստական, ստալինյան, խոսքով խրեպներում էր կոմունիստության համար, ու հասկանում ես ուր հասան։ Իսկ հիմա այսպես թուրը թվանք է դարել, եւ ռուսն ուկրաինացին փրկում են իրար։ Դա հետևանքն է այն բանի, որ Աստծուն հակրա գնացին եւ իրանց ցանածը հիմա քաղում է։ Այստեղ էական չի, թե Պուտինը թե ով է, պրեզիդենտը կամ ղեկավարը Ռուսաստանի, այստեղ էական է թե քո ցանածն ես քաղում, ախպերս։ Այստեղ ուրիշ խնդիր չկա։ Ավետարանը այդպես է մեկնաբանում, այդպես էլ ասում։